Հիմա մեզ փորձում են պահել անտեղյակ, հոգնած, հիասթափված վիճակում, որ ազգային վերածննդի գաղափարը չդառնա զանգվածային, որովհետև հենց որ հայ ժողովուրդը ձևակերպի իր մտքում մի հատ պարզ բան, որ այո, մենք կարանք Լուիսի բանակի հետ կառուցենք այլ Հայաստան, առանց այս ներկա ու նախկին դեմքերի ու առանց հին կախվածությունների, այդ օրը խաղավարը կփոխվի։ Այդ օրվանից ձեզանից յուրաքանչյուրը ոչ թե մենակ կհասկանա, այլ կզգա, որ հենց ինքն է պետությունը, որ հենց ինքն է իր ապագայի որոշողն ու ներկայի կառուցողը։ Ու նորից եմ ասում, որ դուք ուղղակի չեք պատկերացնում, թե սրանք բոլորը ոնց են սարսափում իմ ու իմ ազգի միասնությունից։ Հուսամ այդ միասնությունը կլինի ու դուք ձեր աչքով կտենաք, որ անգամ առանց որևէ քայլ անելու, սրանց վախը այնքան մեծ է, որ սրանք արդեն պատրաստ կլինեն հանձնվեն։ Այս առաջի անգամը չի, որ մենք կանգնել ենք նման կետի առաջ, բայց այս կարա լինի վերջի անգամը, երբ մեր ձեռքում դեռ կա որոշում կայացնելու հնարավորություն, որոշում միանալու վերածննդի շարժմանը։ Եթե հիմա մենք չօգտվենք այդ հնարավորությունից, վաղը որոշումները կայացվելու են առանց մեզ, մեր անունից, մեր գլխի վրա, մեր հողի վրա, մեր տներում։ Ու ամենավատն է նա, որ ինչպես միշտ պարտադիր կգտնվեն հայերեն խոսացող, հայերեն գրող, հայկական ազգանուններով ու հայերեն երթվող գործիչներ, որոնք այդ ամեն ինչը կներկայացնեն որպես պետական մտածողություն, խաղաղասիրություն, հեռատեսություն, ու դե բնականաբար կլինեն նաև փաստացի կործանումը չնկատող ու էշեշ նման գործիչների խոսքին կուրորեն հավատացողներ։